Երբ անվտանգության ծառայության արխիվներում գտան փաստաթուղթ կոդով HHR0012, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ է պարունակում այդ թղթապանակը։ Նախագահական նստավայրի աշխատակիցների անձնական գործերի մեջ թաքնված էր մի վկայություն, որը 30 տարի պահվել էր խիստ գաղտնի։ Մի կին, ով ամեն օր մտնում էր այն սենյակները, որտեղ ընդունվում էին պետական որոշումներ, տեսել էր այն, ինչ երբեք չպետք է տեսներ։ Նրա ձեռագիր նշումները նկարագրում էին ճաշացանկներ, սննդամթերքի պաշարներ, էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարում, այն ժամանակ, երբ ողջ Երանը սառչում էր մութ բնակարաններում։ Բայց ամենաշոկայինը չէր սննդի ցուցակը։ Ամենաշոկայինը այն էր, թե ինչ անում էին այդ սննդի մնացորդների հետ, մինչդեռ քաղաքում մարդիկ ընկնում էին սովից։ Ո՞վ էր այդ կինը։ Ինչու է նա պահել լռություն 3 տասնամյակ։ Եվ ամենակարևորը, ինչ էր տեսել այնտեղ, որ վախենում էր խոսել նույնիսկ իր ընտանիքի հետ։ 1990 թվականի դեկտեմբերի 2-րդ օրն էր։ Երանում ջերմաստիճանը իջել էր -15 աստիճանի։ Էլեկտրաէներգիա չկար արդեն 2 շաբաթ։ Մարդիկ այրում էին գրքեր, կահույք, ծառեր տաքանալու համար։ Հենց այդ օրը Բաղրամյան պողոտայի 36 համարի շենքում, նախագահական նստավայրում, աշխատանքի ընդունվեց 45-ամյա Արմինե Սարգսյանը։ Նա պետք է լիներ պարզապես մաքրուհի, սովորական կին, ով պետք է լվանար հատակները փոշին։ Բայց արդեն առաջին օրը նա հասկացավ, որ մտել է մի աշխարհ, որը գոյություն չուներ մնացած Հայաստանի համար։ Երբ նրան տարան ներքին սենյակներ, առաջին բանը, որ զարմացրեց նրան, ջերմությունն էր։ Ոչ թե մի փոքր ջերմություն, այլ իսկական տաք, որը զգում էր մաշկի վրա։ Ռադիատորները տաք էին։ Լույսերը վառ էին։ Իսկ խոհանոցում բացված է սառնարանը, որտեղ պահվում էին մթերքներ, որոնց մասին քաղաքում մարդիկ արդեն մոռացել էին։ Արմինեն չէր կարող հավատալ իր աչքերին։ Նա այդ առավոտ տանից դուրս էր եկել, թողնելով 2 երեխաներին մութ, սառը բնակարանում։ Նրանք փաթաթված էին բոլոր վերմակներում, որ գտել էր տանը։ Նրանց նախաճաշը եղել էր մի կտոր չոր հաց թույլ թեյ, առանց շաքարի։ Իսկ հիմա, այստեղ նախագահական նստավայրի խոհանոցում, նա տեսնում էր բաներ, որոնք թվում էին անիրական։ Սառնարանում կային թարմ միս, հավկիթ, պանիր, կարագ, կաթ, մրգեր։ Սեղանին դրված էին թարմ հացի տարաներ։ Պահարաններում կային պահածոներ, ձեթ, շաքար, սուրճ։ Արմինեն կանգնած էր նայում էր այդ ամենին, իսկ նրա ձեռքերը դողում էին։ Նա մտածում էր իր երեխաների մասին, ովքեր այդ պահին սառչում էին տանը։ Նա մտածում էր իր հարանների մասին, ովքեր 3 հերթում էին կանգնել հացի համար։ Եվ նա չէր կարող հասկանալ, ինչպես է հնարավոր, որ 2 աշխարհ գոյություն ունենան միաժամանակ, միայն մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Առաջին շաբաթվա ընթացքում Արմինեն փորձում էր պարզապես կատարել իր աշխատանքը։ Նա մաքրում էր սենյակները, լվանում հատակները փոշին։ Բայց նրա աչքերը տեսնում էին ամեն ինչ։ Նա տեսավ, թե ինչպես են ամեն առավոտ բերում թարմ մթերքներ հատուկ մեքենաներով։ Նա տեսավ, թե ինչպես են պատրաստում ճաշեր, որոնց բաղադրիչները քաղաքում չէին վաճառվում արդեն ամիսներ։ Նա տեսավ, թե ինչպես են սեղանին դնում ճաշատեսակներ, որոնք կարող էին կերակրել մի ամբողջ ընտանիք մի շաբաթ։ Եվ նա տեսավ ամենաանհավատալին, թե ինչպես են այդ ճաշերից մնացորդները նետում աղբամանը։ Ոչ թե փոքր մնացորդներ, այլ ամբողջ ճաշատեսակներ, որոնց չէին դիպչել։ Միս, որը չէին ուտել։ Հաց, որը չէին ավարտել։ Մրգեր, որոնք մնացել էին անթարմ։ Արմինեն նայում էր այդ աղբամանին, զգում էր, թե ինչպես է ներսում ինչ-որ բան կոտրվում։ Բայց ամենաանհասկանալին էր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը։ Նախագահի կինը բարձրահասակ շիկահեր կին, լենինգրադյան խիստ արտասանությամբ, շրջում էր այդ առատության մեջ այնպես, կարծես դա ամենաբնականն էր։ Արմինեն լսում էր, թե ինչպես է նա խոսում հյուրերի հետ, բողոքում էր, որ դժվար է գտնել որակյալ սուրճ, որ մրգերը միշտ չեն լինում բավականաչափ թարմ։ Մի անգամ Արմինեն լսեց, թե ինչպես է Լյուդմիլան ասում մի հյուրի, մարդիկ պետք է սովորեն համբերել, սա անկախության գինն է։ Այդ խոսքերը ասվեցին այն պահին, երբ խոհանոցում պատրաստվում էր ճաշ, ներմուծված միսից թարմ բանջարեղենից։ Արմինեն կանգնած էր դռան հետում, զգում էր, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում ինչ-որ բան։ Ինչպես կարող էր այս կինը խոսել համբերության մասին, երբ նրա սեղանին երբեք չէր պակասում ուտելիքը։ Ինչպես կարող էր նա խոսել անկախության գնի մասին։
երբ նրա տունը միշտ լուսավորված էր տաք։ Հունվարի սկզբին Երանում իրավիճակը դարձավ ավելի ծանր։ Էլեկտրաէներգիան տալիս էին օրական միայն 2 ժամ։ Ջերմաստիճանը իջավ -20 աստիճանի։ Հիվանդանոցներում մարդիկ մահանում էին ցրտից։ Դպրոցները փակ էին։ Մարդիկ հերթում էին կանգնում հացի համար, սկսելով գիշերվա 2-ից։ Արմինեն ամեն առավոտ տեսնում էր այդ հերթերը, երբ գնում էր աշխատանքի։ Նա տեսնում էր ծերերի դեմքերը, երեխաների սառած ձեռքերը, կանանց հուսահատ հայացքները։ Իսկ հետո նա մտնում էր նախագահական նստավայր, տեսնում էր մի ամբողջովին այլ աշխարհ։ Այնտեղ ջերմությունը միշտ էր 20 աստիճան։ Լույսերը երբեք չէին անջատվում։ Խոհանոցում միշտ պատրաստվում էր թարմ ուտելիք։ Եվ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը շարունակում էր ընդունել հյուրերի, խոսել մշակույթի արվեստի մասին, կարգադրել ծառաներին, ինչպես պատրաստել այս կամ այն ճաշատեսակը։ Մի օր Արմինեն չդիմացավ։ Նա տեսավ, թե ինչպես է խոհարարուհին նետում աղբամանը մի ամբողջ թավա խորոված միս, պարզապես որովհետև այն մի փոքր այրվել էր եզրերից։ Այդ միսը կարող էր կերակրել նրա ընտանիքը 3 օր։ Արմինեն մոտեցավ խոհարարուհուն, հանկարծ հարցրեց. «Ինչու ենք նետում, երբ դրսում մարդիկ սովամահ են լինում»։ Խոհարարուհին, 50-րդական տարիքի կին, անունով Գայանե, նայեց նրան երկար լուռ։ Հետո նա մոտեցավ դռանը, փակեց այն, ասաց շատ ցածր ձայնով. «Քեզ համար լավ կլինի, եթե մոռանաս այն, ինչ տեսնում ես այստեղ։ Մենք ստորագրել ենք գաղտնիության պայմանագիր։ Եթե խոսենք, կորցնենք աշխատանքը։ Եվ ավելի վատը կարող է լինել»։ Արմինեն հարցրեց. «Բայց ինչպես կարող ենք լռել, երբ տեսնում ենք այս ամենը»։ Գայանեն պատասխանեց. «Որովհետև մենք էլ ունենք ընտանիքներ, որոնք պետք է կերակրենք։ Այստեղ աշխատելը նշանակում է, որ մենք կարող ենք տուն տանել մի փոքր ուտելիք։ Եթե կորցնենք այս աշխատանքը, մեր երեխաներն էլ կսովամահանան»։ Այդ խոսակցությունից հետո Արմինեն սկսեց ավելի ուշադիր նայել։ Նա նկատեց, որ իրոք աշխատակիցները երբեմն տուն էին տանում մնացորդներ։ Բայց դա արվում էր շատ գաղտնի, շատ զգուշորեն։ Եվ միշտ միայն այն, ինչ արդեն պիտի նետվեր աղբամանը։ Արմինեն նկատեց նա, որ կա մի հատուկ աղբաման, որը տարվում է առանձին։ Մի օր նա հետեց տեսավ, որ այդ աղբամանը տարվում է դեպի հատուկ մեքենա, որը հետո մեկնում է անհայտ ուղղությամբ։ Նա հարցրեց Գայանեին. «Ո՞ր են տանում այդ աղբը»։ Գայանեն նայեց նրան, ասաց. «Դու շատ հարցեր ես տալիս։ Սա վտանգավոր է»։ Բայց Արմինեն չդադարեց։ Նա ուզում էր իմանալ ճշմարտությունը։ Նա ուզում էր հասկանալ, ինչպես է հնարավոր, որ մի երկրում, որտեղ մարդիկ մահանում են սովից, ցրտից, կարող է գոյություն ունենալ այսպիսի կղզի, լի առատությամբ, ջերմությամբ։ Փետրվարին Արմինեն սկսեց գրել։ Ամեն երեկո, երբ վերադառնում էր տուն, նա վերցնում էր մի փոքր տետր, գրում էր այն, ինչ տեսել էր այդ օրը։ Նա գրում էր ճաշացանկները, մթերքների քանակները, այն, ինչ նետվում էր աղբամանը։ Նա գրում էր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի խոսքերը, նրա վերաբերմունքը ծառաների հանդեպ, նրա անտարբերությունը դեպի այն, ինչ կատարվում էր քաղաքում։ Արմինեն գրում էր մանրամասն, որովհետև զգում էր, որ ինչ-որ մեկը պետք է իմանա ճշմարտությունը։ Նա չգիտեր, թե երբ կկարողանա խոսել, բայց գիտեր, որ պահը կգա։ Նա պահում էր այդ տետրը իր անկողնու տակ, թաքցնում էր այն ամենից։ Նույնիսկ ամուսինը չգիտեր, որ նա գրում է։ Արմինեն վախենում էր, բայց չէր կարող դադարել։ Ամեն նոր օր բերում էր նոր մանրամասներ, որոնք ավելի էին ուժեղացնում այն զայրույթը, որը կուտակվում էր նրա ներսում։ Մարտի սկզբին տեղի ունեցավ մի դեպք, որը Արմինեին ստիպեց վերջնականապես որոշել, որ պետք է խոսի։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը կազմակերպեց մի փոքր ընդունելություն, մի խումբ արտասահմանյան հյուրերի համար։ Արմինեն աշխատում էր այդ երեկո։ Սպասարկում էր սեղանը։ Նա տեսավ, թե ինչպիսի ճաշեր էին պատրաստված։ Կային խավիար, կարմիր ձուկ, ներմուծված պանիրներ, թարմ մրգեր, որոնք բերված էին հատուկ ինքնաթիռով։ Կային գինիներ, շամպայն, կոնյակներ։ Սեղանը լի էր այնպիսի բաներով, որոնք Երանում չէին վաճառվում արդեն տարի։ Հյուրերը նստած էին, ուտում, խմում, ծիծաղում էին։ Լյուդմիլան պատմում էր նրանց Հայաստանի մշակույթի մասին, ցույց էր տալիս հին գորգեր, ձեռագրեր։ Նա խոսում էր այնպես, կարծես ամեն ինչ կարգին էր երկրում։ Կարծես դրսում մարդիկ չէին սառչում, չէին սովամահանում։ Եվ հետո, երբ ընդունելությունը վերջացավ, Արմինեն տեսավ, թե ինչքան ուտելիք մնաց սեղանին։
Ավելի քան կեսը չէր դիպչված։ Ամբողջ ճաշատեսակներ մնացել էին անթարմ։ Եվ նա տեսավ, թե ինչպես է Լյուդմիլան ասում ծառաներին՝ մաքրեք սա ամենը, ես չեմ ուզում տեսնել մնացորդներ։ Արմինեն այդ գիշեր չքնեց։ Նա պառկած էր իր սառը անկողնում, փաթաթված վերմակների մեջ, մտածում էր այն մարդկանց մասին, ովքեր այդ պահին սովամահանում էին քաղաքում։ Նա մտածում էր այն երեխաների մասին, ովքեր ննջում էին սառը բնակարաններում, սովից ուռած փորերով։ Նա մտածում էր այն ծերերի մասին, ովքեր մահանում էին, որովհետև չէին կարողանում տաքանալ։ Եվ նա մտածում էր այն սեղանի մասին, որը տեսել էր այդ երեկո, լի առատությամբ, որը հետո նետվեց աղբամանը։ Արմինեն հասկացավ, որ չի կարող ավելի լռել։ Նա հասկացավ, որ պետք է գտնի ճանապարհ պատմելու ճշմարտությունը։ Բայց ո՞ւմ կարող էր պատմել։ Ո՞վ կհավատար նրան։ Ո՞վ կարող էր պաշտպանել նրան, եթե իմանային, որ նա խոսում է։ Արմինեն գիտեր, որ վտանգի մեջ է դնում իր ընտանիքը։ Բայց նա գիտեր, որ եթե լռի, երբեք չի կարողանա ապրել իր հետ խաղաղության մեջ։ Ապրիլին Արմինեն որոշեց դիմել մի լրագրողի, ում ճանաչում էր իր թաղամասից։ Այդ մարդը, անունով Վահագն, աշխատում էր մի փոքր անկախ թերթում։ Արմինեն հանդիպեց նրա հետ գաղտնի, մի հին շենքի ստորգետնյա հարկում, որտեղ ոչ ոք չէր կարող տեսնել նրանց։ Նա պատմեց նրան ամեն ինչ։ Նա ցույց տվեց իր տետրը, լի մանրամասն նկարագրություններով։ Վահագնը լսում էր, նրա դեմքը գունատվում էր։ Երբ Արմինեն ավարտեց, Վահագնը ասաց. «Դու գիտես, թե ինչ վտանգի մեջ ես դնում քեզ։ Եթե սա հրապարակենք, քեզ կարող են ձերբակալել։ Կարող են մեղադրել պետական գաղտնիքների բացահայտման մեջ»։ Արմինեն պատասխանեց. «Ես գիտեմ։ Բայց ես չեմ կարող ավելի լռել։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը։ Նրանք պետք է իմանան, որ մինչդեռ նրանք սովամահանում էին, նրանց ղեկավարները ապրում էին առատության մեջ»։ Վահագնը խոստացավ մտածել, թե ինչպես կարող են հրապարակել այս տեղեկությունը, առանց Արմինեին վտանգի մեջ դնելու։ Բայց նրանք երկուսն էլ գիտեին, որ դա գրեթե անհնար էր։ Մայիսին իրավիճակը Երանում սկսեց մի փոքր բարելավվել։ Էլեկտրաէներգիան սկսեցին տալ ավելի հաճախ։ Խանութներում հայտնվեցին մի քանի ավելի շատ մթերքներ։ Բայց վնասը արդեն պատճառված էր։ Հազարավոր մարդիկ մահացել էին այդ ձմեռը։ Ամբողջ սերունդ երեխաներ աճել էին սովամահության եզրին։ Եվ Արմինեն շարունակում էր աշխատել նախագահական նստավայրում, տեսնելով այն աշխարհը, որը երբեք չէր փոխվել։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը շարունակում էր ապրել իր առատության մեջ, անտարբեր դեպի այն ցավը, որը տեղի էր ունեցել դրսում։ Արմինեն շարունակում էր գրել իր տետրում, հավաքելով ապացույցներ, սպասելով այն օրվան, երբ կկարողանա խոսել։ Նա չգիտեր, որ այդ օրը կգա միայն 30 տարի անց։ Նա չգիտեր, որ նրա տետրը կդառնա պատմական փաստաթուղթ, որը կբացահայտի մի ճշմարտություն, որը փորձել էին թաքցնել տասնամյակներ։ Հունիսին Արմինեն նկատեց, որ ինչ-որ մեկը հետում է իր։ Երբ նա գնում էր աշխատանքի, տեսնում էր նույն մարդուն, կանգնած փողոցի անկյունում։ Երբ վերադառնում էր տուն, նույն մարդը հայտնվում էր նրա տան մոտ։ Արմինեն վախեցավ։ Նա հասկացավ, որ գուցե իմացել են նրա հանդիպման մասին Վահագնի հետ։ Նա սկսեց ավելի զգույշ լինել, ավելի քիչ գրել, ավելի քիչ խոսել։ Բայց վախը չէր թողնում նրան։ Ամեն գիշեր նա արթնանում էր սարսափից, մտածելով, որ գուցե կգան կձերբակալեն նրան։ Նա մտածում էր իր երեխաների մասին, ովքեր կմնային առանց մոր։ Նա մտածում էր իր ամուսնու մասին, ով չէր իմանում նույնիսկ, թե ինչ էր արել նա։ Եվ նա մտածում էր այն տետրի մասին, որը թաքցրել էր իր տանը։ Եթե գտնեին այն, ամեն ինչ կավարտվեր։ Հուլիսին Արմինեին կանչեցին նախագահական նստավայրի անվտանգության ծառայություն։ Նրա սիրտը գրեթե դադարեց զարկել, երբ մտավ այդ սենյակը։ Այնտեղ նստած էր մի տղամարդ, մոտավորապես 50 տարեկան, խիստ դեմքով։ Նա ասաց Արմինեին նստել, հետո հարցրեց. «Դուք գիտեք, թե ինչու են կանչել ձեզ այստեղ»։ Արմինեն զգաց, թե ինչպես է նրա ողջ մարմինը սառչում։ Նա պատասխանեց. «Ոչ»։ Տղամարդը նայեց նրան երկար, ասաց. «Մենք ստացել ենք տեղեկություններ, որ դուք խոսել եք արտաքին անձանց հետ նախագահական նստավայրում տեղի ունեցող բաների մասին։ Սա լուրջ խախտում է ձեր պայմանագրի»։ Արմինեն փորձեց ժխտել, բայց նրա ձայնը դողում էր։
Տղամարդը շարունակեց. մենք ձեզ զգուշացնում ենք. Եթե դուք շարունակեք խոսել, հետանքները կլինեն շատ լուրջ։ Ոչ միայն ձեզ համար, այլ ձեր ընտանիքի համար։ Այդ վերջին խոսքերը հնչեցին որպես բացահայտ սպառնալիք։ Արմինեն հասկացավ, որ նրանք իմանում են ամեն ինչ։ Նա հասկացավ, որ վտանգը իրական է։ Օգոստոսին Արմինեն որոշեց դադարեցնել իր գրառումները։ Նա վերցրեց իր տետրը, թաքցրեց այն մի տեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր կարող գտնել։ Նա փակեց այն մի մետաղյա տուփի մեջ, թաղեց իր տան բակում, խորը հողի տակ։ Նա որոշեց, որ կսպասի։ Կսպասի այն ժամանակին, երբ անվտանգ կլինի խոսել։ Կսպասի այն ժամանակին, երբ կկարողանա պատմել ճշմարտությունը առանց վախենալու իր ընտանիքի համար։ Բայց նա գիտեր, որ այդ ժամանակը կարող է երբեք չգալ։ Նա շարունակեց աշխատել նախագահական նստավայրում 2 տարի։ Ամեն օր նա տեսնում էր նույն առատությունը, նույն անտարբերությունը, նույն անարդարությունը։ Եվ ամեն օր նա լռում էր, որովհետև վախենում էր։ Բայց ներսում նրա մեջ այրվում էր մի կրակ, որը երբեք չմարեց։ 1992 թվականին Արմինեն հեռացավ աշխատանքից։ Նա չէր կարող ավելի դիմանալ այն, ինչ տեսնում էր ամեն օր։ Նա գտավ մեկ այլ աշխատանք, մի սովորական խանութում, որտեղ վաճառում էր հաց կաթնամթերք։ Նա ապրեց իր կյանքը հանգիստ, փորձելով մոռանալ այն, ինչ տեսել էր։ Բայց նա երբեք չմոռացավ։ Ամեն անգամ, երբ լսում էր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը, նրա ներսում ինչ-որ բան սեղմվում էր։ Ամեն անգամ, երբ տեսնում էր հեռուստացույցով նախկին նախագահի ընտանիքի անդամներին, նա հիշում էր այն օրերը, երբ քաղաքում մարդիկ սովամահանում էին, իսկ նրանք ապրում էին առատության մեջ։ Արմինեն պահեց իր գաղտնիքը 30 տարի։ Նա սպասեց այն ժամանակին, երբ կարող էր խոսել։ Եվ այդ ժամանակը եկավ միայն երբ Լոն Տեր-Պետրոսյանը մահացավ։ Միայն այն ժամանակ Արմինեն զգաց, որ անվտանգ է պատմել ճշմարտությունը։ 2022 թվականին, երբ Լոն Տեր-Պետրոսյանը մահացավ, Արմինեն որոշեց վերադառնալ իր տան բակ, հանել այն տուփը, որը թաղել էր 30 տարի առաջ։ Նա փորեց հողը, գտավ մետաղյա տուփը, ժանգոտած, բայց դեռ ամբողջական։ Նա բացեց այն, տեսավ իր հին տետրը, դեղնած, բայց դեռ ընթեռնելի։ Արմինեն նստեց, կարդաց այն, ինչ գրել էր 30 տարի առաջ։ Եվ նա զգաց, թե ինչպես են վերադառնում բոլոր այն զգացմունքները, զայրույթը, անարդարության զգացումը, անզորությունը։ Բայց հիմա նա զգում էր ինչ-որ այլ բան։ Նա զգում էր, որ վերջապես կարող է խոսել։ Վերջապես կարող է պատմել ճշմարտությունը։ Արմինեն դիմեց մի լրագրողի, ով հետաքրքրված էր պատմական փաստաթղթերով։ Նա տվեց նրան իր տետրը, պատմեց իր պատմությունը։ Եվ այդպես սկսվեց այն, ինչ դուք լսում եք այսօր։ Բայց նախքան շարունակելը, մենք պետք է հարցնենք, ինչու էր այսքան կարևոր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի համար պահպանել այդ առատությունը, երբ ողջ երկիրը սովամահանում էր։ Ինչ էր նրա մտածելակերպը։ Ինչպես էր նա արդարացնում իր վարքագիծը։ Եվ ամենակարևորը, ինչ էր իրականում տեղի ունենում այդ նախագահական նստավայրի պատերի ետում։ Արմինեի տետրը պարունակում է պատասխաններ այս հարցերին։ Բայց այդ պատասխանները ավելի շոկայնորեն են, քան կարող էինք պատկերացնել։ Արմինեի տետրի առաջին էջերը նկարագրում են նրա առաջին օրերը նախագահական նստավայրում։ Նա գրում է. երբ առաջին անգամ մտա խոհանոց, չէի կարող հավատալ իմ աչքերին։ Սառնարանը լի էր այնպիսի մթերքներով, որոնք ես չէի տեսել տարիներ։ Կար թարմ միս, տավարի, խոզի, հավի։ Կար թարմ ձուկ, որը բերված էր Սանից հատուկ նախագահական ընտանիքի համար։ Կային պանիրներ, տարբեր տեսակների, որոնք ներմուծվում էին Եվրոպայից։ Կար կարագ, կաթ, կաթնաշոր։ Կային մրգեր, խնձոր, տանձ, բանան, նարինջ, որոնք նույնպես ներմուծվում էին։ Եվ ամենաշոկայինը, կար խավիար, կարմիր ձուկ, այնպիսի բաներ, որոնք նույնիսկ խորհրդային ժամանակներում չէին լինում սովորական մարդկանց համար։ Արմինեն շարունակում է. ես կանգնած էի, նայում էի այդ ամենին, իսկ իմ մտքում էր իմ տան սառնարանը, գրեթե դատարկ, միայն մի փոքր չոր հաց, մի քանի կարտոֆիլ։ Տետրի հաջորդ էջերը նկարագրում են Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի առօրյան։ Արմինեն գրում է. նա արթնանում էր ամեն առավոտ ժամը 9։ Ծառաները պատրաստում էին նրա համար նախաճաշ, թարմ հյութ, սուրճ, թարմ հաց, կարագ, մեղր, ձու, պանիր։ Նա նախաճաշում էր իր սենյակում, մինչդեռ կարդում էր օտարերկրյա թերթեր, որոնք բերվում էին հատուկ նրա համար։
Հետո նա լողանում էր։ Հագնվում էր, սկսում էր իր օրը։ Նա հանդիպումներ էր ունենում տարբեր մարդկանց հետ, մշակութային գործիչների, արտասահմանյան հյուրերի, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների։ Բայց ամենից հաճախ նա պարզապես նստում էր իր սենյակում, զբաղվում էր իր հոբբիներով, կարդում էր, նկարում էր, լսում էր երաժշտություն։ Արմինեն նկատում է, նա երբեք չէր խոսում այն մասին, թե ինչ էր կատարվում քաղաքում։ Երբեք չէր հարցնում ծառաներին, ինչպես են նրանք ապրում, արդյոք նրանց ընտանիքները ունեն բավական ուտելիք։ Նա ապրում էր իր աշխարհում, լիովին անջատված իրականությունից։ Տետրի մի հատուկ բաժինը նվիրված է ճաշացանկներին։ Արմինեն մանրամասն գրել է, թե ինչ էր պատրաստվում ամեն օր։ Օրինակ, հունվարի 10-րդի համար նա գրում է. նախաճաշ, թարմ հյութ նարնջից, սուրճ հատիկներից, թարմ հաց, կարագ, մեղր, եփած ձու, պանիր, թթվասեր։ Ճաշ, բորշ միսով, խորոված տավարի միս, կարտոֆիլ, թարմ բանջարեղենի աղցան, հաց։ Կոմպոտ չորացրած մրգերից։ Ընթրիք, եփած ձուկ, բրինձ, բանջարեղենի խառնուրդ, թարմ մրգեր, թեյ։ Ընդ որում, սա էր միայն հիմնական ճաշերը։ Ամբողջ օրվա ընթացքում էին լինում նանախուտեստներ, թխվածքաբլիթներ, թխվածքներ, շոկոլադ, ճիր, ընկույզ։ Արմինեն ավելացնում է, երբ ես գրում էի այս ցուցակը, իմ ձեռքերը դողում էին։ Իմ երեխաները այդ օրը ուտել էին միայն մի կտոր չոր հաց մի թեյ։ Իսկ այստեղ, նախագահական նստավայրում, մի օրվա ճաշացանկը կարող էր կերակրել իմ ընտանիքը մի ամիս։ Տետրում կա նա մի բաժին, որը նկարագրում է, թե ինչ էր տեղի ունենում ճաշերից հետո։ Արմինեն գրում է. ամենաանհավատալին այն էր, թե որքան ուտելիք էր մնում սեղանին։ Հաճախ ավելի քան կեսը չէր դիպչված։ Լյուդմիլան ուտում էր շատ քիչ, միշտ ասում էր, որ պահպանում է իր ֆիգուրը։ Նախագահը նույնպես ուտում էր չափավոր։ Եվ այդպես, ամբողջ ճաշատեսակներ մնում էին անթարմ։ Ես տեսնում էի, թե ինչպես էին այդ ճաշերը տարվում խոհանոց նետվում աղբամանը։ Ամբողջ կտորներ միս, ամբողջ թավաներ բանջարեղեն, ամբողջ հացեր։ Մի անգամ ես տեսա, թե ինչպես է նետվում աղբամանը գրեթե ամբողջ խորոված հավը, որովհետև այն մի փոքր այրվել էր մաշկից։ Այդ հավը կարող էր կերակրել իմ ընտանիքը 3 օր։ Արմինեի տետրը պարունակում է նա մանրամասներ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի մասին ծառաների հանդեպ։ Նա գրում է. նա երբեք չէր նայում մեզ աչքերի մեջ։ Երբ տալիս էր հանձնարարություններ, խոսում էր այնպես, կարծես մենք չէինք լսում։ Նա ասում էր խոհարարուհուն. այս ճաշը շատ աղի է, հաջորդ անգամ ավելի քիչ դրեք, բայց երբեք չէր ասում խնդրում եմ կամ շնորհակալություն։ Նա վերաբերվում էր մեզ որպես անտեսանելի մարդկանց, ովքեր պարզապես պետք է կատարեին իրենց աշխատանքը չլինեին նկատելի։ Արմինեն շարունակում է. մի անգամ ես լսեցի, թե ինչպես է նա խոսում մի հյուրի հետ։ Հյուրը հարցրեց. ինչպես են ապրում մարդիկ քաղաքում այս դժվար ժամանակներում։ Լյուդմիլան պատասխանեց. դժվար է, իհարկե, բայց մարդիկ ուժեղ են։ Նրանք կդիմանան։ Սա անկախության գինն է, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք վճարել այդ գինը։ Ես կանգնած էի դռան հետում, չէի կարող հավատալ իմ ականջներին։ Ինչպես կարող էր նա խոսել անկախության գնի մասին, երբ նրա սեղանին երբեք չէր պակասում ուտելիքը։ Տետրի ամենաշոկայնորեն բաժինը նկարագրում է մի դեպք, որը տեղի ունեցավ փետրվարի վերջին։ Արմինեն գրում է. այդ օրը քաղաքում տեղի ունեցավ մի ողբերգություն։ Մի ընտանիք, հայր, մայր, 3 երեխա մահացան իրենց բնակարանում ածխածնի մոնոքսիդի թունավորումից։ Նրանք փորձել էին տաքանալ, այրելով փայտ փակ սենյակում։ Այս լուրը տարածվեց ամբողջ քաղաքում։ Մարդիկ ցնցված էին։ Բայց նախագահական նստավայրում կյանքը շարունակվեց որպես սովորական։ Այդ օրը Լյուդմիլան ընդունեց մի խումբ արտասահմանյան հյուրերի։ Պատրաստվեց հատուկ ճաշ։ Սեղանին դրվեցին ամենալավ ճաշատեսակները։ Եվ ոչ մի խոսք չասվեց այդ ընտանիքի մասին, որը մահացել էր ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Արմինեն ավելացնում է. ես այդ օրը չկարողացա աշխատել։ Ես փախա զուգարան լացի։ Ես մտածում էի այդ երեխաների մասին, ովքեր մահացել էին ցրտից, մինչդեռ այստեղ, այս շենքում, ջերմությունը միշտ էր 20 աստիճան։ Տետրում կա նա մի բաժին, որը նկարագրում է էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարումը նախագահական նստավայրում։ Արմինեն գրում է. քաղաքում էլեկտրաէներգիա չկար շաբաթներ։ Մարդիկ ապրում էին մութ բնակարաններում, չէին կարող պատրաստել տաք ուտելիք։ Չէին կարող տաքանալ։
Բայց նախագահական նստավայրում լույսերը երբեք չէին անջատվում։ Կար հատուկ գեներատոր, որը ապահովում էր անընդհատ էլեկտրամատակարարում։ Ամեն սենյակում լույսերը վառ էին։ Ռադիատորները տաք էին։ Սառնարանները աշխատում էին։ Հեռուստացույցները, ռադիոները, բոլոր էլեկտրական սարքերը աշխատում էին առանց ընդհատման։ Արմինեն ավելացնում է, մի անգամ ես հարցրի տեխնիկ աշխատողին, ինչու՞։ Մենք ունենք էլեկտրաէներգիա, երբ ողջ քաղաքը մութ է։ Նա նայեց ինձ ասաց, սա պետական անվտանգության հարց է։ Նախագահական նստավայրը պետք է միշտ աշխատի։ Ես հարցրի, բայց ինչ կապ ունի պետական անվտանգությունը այն հետ, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի սենյակում լույսերը միշտ վառ են։ Նա չպատասխանեց, պարզապես հեռացավ։ Արմինեի տետրը պարունակում է նա տեղեկություններ այն մասին, թե ինչպես էին բերվում մթերքները նախագահական նստավայր։ Նա գրում է, ամեն առավոտ, շատ վաղ, մոտավորապես ժամը 6-ին։ Գալիս էր մի հատուկ մեքենա։ Այն ուներ մութ ապակիներ, հատուկ համարանիշներ։ Այդ մեքենայից իջեցնում էին տուփեր պայուսակներ, լի մթերքներով։ Ես մի անգամ տեսա, թե ինչ կար այդ տուփերում։ Կար թարմ միս, որը բերված էր հատուկ ֆերմաներից։ Կար թարմ ձուկ, որը բերված էր սանից։ Կային մրգեր բանջարեղեն, որոնք ներմուծվում էին արտասահմանից։ Կային պահածոներ, որոնք պատրաստվում էին հատուկ նախագահական ընտանիքի համար։ Արմինեն ավելացնում է, ես հարցրի վարորդին, որտեղից եք բերում այս ամենը։ Նա նայեց ինձ ասաց, դու շատ հարցեր ես տալիս։ Լավ կլինի, եթե չհարցնես։ Ես հասկացա, որ սա գաղտնիք էր, որը չպետք է իմանար ոչ ոք։ Ինչ էր մտածում Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, երբ նայում էր իր լի սեղանին, գիտենալով, որ դրսում մարդիկ սովամահանում են։ Ինչպես էր նա արդարացնում իր առատությունը, երբ ողջ երկիրը սառչում էր սովամահանում էր։ Արդյոք նա իսկապես չէր իմանում, թե ինչ էր կատարվում քաղաքում։ Թե պարզապես ընտրել էր չտեսնել։ Եվ ամենակարևորը, ով էր որոշում, որ նախագահական ընտանիքը պետք է ապրի այսպիսի առատության մեջ, մինչդեռ ողջ երկիրը տառապում էր։ Արմինեի տետրի հաջորդ էջերը բացահայտում են մի ճշմարտություն, որը շոկայնորեն է նույնիսկ այն ամենից, ինչ արդեն նկարագրվել է։ Նա գրում է. Մարտի 15-ին ես պատահաբար լսեցի մի զրույց, որը փոխեց ամեն ինչ։ Լյուդմիլան խոսում էր հեռախոսով մի ընկերուհու հետ Մոսկվայից։ Նա ասում էր, այստեղ իրավիճակը իսկապես դժվար է, բայց մենք չենք կարող ցույց տալ, որ տառապում ենք։ Եթե մենք սկսենք ապրել նույնպես, ինչպես սովորական մարդիկ, ապա կկորցնենք հեղինակությունը։ Մարդիկ պետք է տեսնեն, որ իշխանությունը ուժեղ է, որ ամեն ինչ վերահսկվում է։ Ես կանգնած էի դռան հետում, չէի կարող հավատալ իմ ականջներին։ Ուրեմն դա էր պատճառը։ Նրանք ապրում էին առատության մեջ ոչ թե որովհետև չէին իմանում քաղաքի իրավիճակի մասին, այլ որովհետև կարծում էին, որ դա անհրաժեշտ է իշխանության պահպանման համար։ Արմինեն շարունակում է, այդ պահից ես հասկացա, որ սա ոչ թե անտեղյակություն էր, այլ գիտակցված ընտրություն։ Նրանք գիտեին, թե ինչ էր կատարվում դրսում, բայց ընտրել էին շարունակել ապրել իրենց առատության մեջ։ Տետրում նկարագրված է նա մի դեպք, որը տեղի ունեցավ ապրիլի սկզբին։ Արմինեն գրում է, այդ օրը նախագահական նստավայր եկավ մի պատվիրակություն միջազգային բարեգործական կազմակերպությունից։ Նրանք եկել էին քննարկելու հումանիտար օգնության տրամադրումը Հայաստանին։ Լյուդմիլան ընդունեց նրանց իր սենյակում։ Ես սպասարկում էի այդ հանդիպումը։ Պատվիրակության ղեկավարը մի կին Շվեյցարիայից խոսում էր այն մասին, թե որքան դժվար է իրավիճակը երկրում, թե որքան մարդիկ կարիք ունեն օգնության։ Լյուդմիլան լսում էր գլուխը շարժում էր համաձայնության նշանով։ Նա ասում էր, այո, իրավիճակը շատ դժվար է։ Մարդիկ իսկապես տառապում են։ Մենք շատ երախտապարտ կլինենք ցանկացած օգնության համար։ Բայց ամենաանհավատալին այն էր, որ այդ զրույցը տեղի էր ունենում այն պահին, երբ սեղանին դրված էին թարմ թխվածքաբլիթներ, սուրճ, շոկոլադ։ Պատվիրակության անդամները նայում էին այդ սեղանին, նրանց դեմքերին կարդացվում էր շփոթություն։ Արմինեն շարունակում է, հանդիպումից հետո ես լսեցի, թե ինչպես էին պատվիրակության անդամները խոսում միմյանց հետ դահլիճում, մինչդեռ սպասում էին իրենց մեքենային։ Մեկը ասաց, տեսաք այդ սեղանը։ Տեսաք, թե ինչ էին ուտում։ Եվ նրանք ասում են, որ երկրում սովամահություն է։ Մյուսը պատասխանեց, սա միշտ այդպես է։ Ղեկավարները միշտ ապրում են լավ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում երկրում։
Ես կանգնած էի հեռվում, զգում էի ամոթ։ Ամոթ այն մարդկանց համար, ովքեր ներկայացնում էին իմ երկիրը, բայց ապրում էին այսպիսի կերպ։ Արմինեն ավելացնում է, այդ օրը ես հասկացա, որ ողջ աշխարհը տեսնում է այս կեղծիքը։ Բոլորը գիտեն, որ մինչդեռ մարդիկ սովամահանում են, ղեկավարները ապրում են առատության մեջ։ Բայց ոչ ոք ոչինչ չի անում, որովհետև սա համարվում է նորմալ։ Տետրի հաջորդ բաժինը նվիրված է այն մարդկանց, ովքեր աշխատում էին նախագահական նստավայրում։ Արմինեն գրում է, մենք էինք մոտավորապես 30 հոգի, մաքրուհիներ, խոհարարներ, պահակներ, վարորդներ, այգեպաններ։ Մենք բոլորս ապրում էինք նույն քաղաքում, ունեինք նույն խնդիրները։ Մեր ընտանիքները սովամահանում էին, մեր երեխաները սառչում էին։ Բայց մենք ամեն օր գալիս էինք այստեղ, տեսնում էինք այս առատությունը։ Սա էր ամենադժվարը։ Մենք չէինք կարող խոսել դրա մասին, որովհետև ստորագրել էինք գաղտնիության պայմանագիր։ Մենք չէինք կարող պատմել մեր ընտանիքներին, թե ինչ էինք տեսնում այստեղ։ Մենք պետք է լռեինք, շարունակեինք աշխատել։ Արմինեն շարունակում է, բայց լռությունը մեզ սպանում էր ներսից։ Ամեն օր, երբ տեսնում էինք, թե ինչպես են նետում ուտելիքը աղբամանը, մեր ներսում ինչ-որ բան մռայլվում էր։ Մենք նայում էինք միմյանց աչքերին, տեսնում էինք նույն ցավը, նույն զայրույթը, նույն անզորությունը։ Արմինեն նկարագրում է նա, թե ինչպես էին աշխատակիցները փորձում օգնել իրենց ընտանիքներին։ Նա գրում է, մենք փորձում էինք տուն տանել մնացորդներ, բայց դա էր շատ վտանգավոր։ Ելքի մոտ կային պահակներ, ովքեր ստուգում էին մեր պայուսակները։ Եթե գտնեին ուտելիք, մենք կարող էինք կորցնել աշխատանքը։ Բայց մենք ռիսկի էինք գնում, որովհետև մեր երեխաները սովամահանում էին։ Մենք թաքցնում էինք փոքր կտորներ հաց, մի փոքր պանիր, մի քանի մրգեր մեր հագուստի տակ։ Մենք զգում էինք մեզ գողերի պես, թե գողանում էինք այն, ինչ այնուամենայնիվ պիտի նետվեր աղբամանը։ Արմինեն ավելացնում է, մի անգամ մի աշխատակցուհի բռնվեց։ Նրա պայուսակում գտան մի կտոր միս, որը նա փորձում էր տանել տուն իր հիվանդ մորը։ Նրան անմիջապես հեռացրին աշխատանքից։ Մենք բոլորս տեսանք դա, վախեցանք։ Բայց մենք նա զայրացանք։ Ինչպես կարող էին նրան պատժել այն բանի համար, որ փորձում էր փրկել իր մոր կյանքը։ Տետրում կա նա մի բաժին, որը նկարագրում է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հարաբերությունները իր ամուսնու հետ։ Արմինեն գրում է, Լոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ էր լինում տանը։ Նա ամբողջ օրը աշխատում էր իր գրասենյակում, հաճախ մնում էր գիշերել այնտեղ։ Երբ նա տուն էր գալիս, Լյուդմիլան վերաբերվում էր նրան շատ պաշտոնական։ Նրանք հազվադեպ էին ճաշում միասին։ Երբ ճաշում էին, նրանց զրույցները էին կարճ, պաշտոնական։ Նրանք խոսում էին քաղաքական իրադարձությունների մասին, միջազգային հարաբերությունների մասին, բայց երբեք անձնական թեմաների մասին։ Արմինեն շարունակում է, մի անգամ ես լսեցի, թե ինչպես էր Լոնը ասում Լյուդմիլային, մենք պետք է ավելի զգույշ լինենք։ Մարդիկ խոսում են, որ մենք ապրում ենք շատ լավ, մինչդեռ նրանք տառապում են։ Լյուդմիլան պատասխանեց, ինչ ենք կարող անել։ Մենք չենք կարող ապրել նույնպես, ինչպես նրանք։ Մենք ունենք մեր դիրքը, մեր պատասխանատվությունը։ Լոնը ասաց, բայց մարդիկ չեն հասկանում դա։ Նրանք տեսնում են միայն, որ մենք ապրում ենք լավ, իսկ նրանք սովամահանում են։ Լյուդմիլան ասաց, ապա նրանք պետք է սովորեն հասկանալ։ Սա քաղաքականություն է, ոչ թե բարեգործություն։ Արմինեի տետրը պարունակում է նա տեղեկություններ այն մասին, թե ինչպես էր Լյուդմիլան վերաբերվում իր երեխաներին։ Նա գրում է, Լյուդմիլան ուներ 2 որդի, Լոն Դավիթ։ Նրանք ապրում էին արտասահմանում, ուսանում էին այնտեղ։ Երբ նրանք գալիս էին երան, Լյուդմիլան դառնում էր ավելի կենդանի, ավելի ջերմ։ Նա պատրաստում էր նրանց համար հատուկ ճաշեր, գնում էր նրանց հետ զբոսանքի, խոսում էր նրանց հետ ժամերով։ Բայց նույնիսկ այդ պահերին նա երբեք չէր խոսում այն մասին, թե ինչ էր կատարվում քաղաքում։ Նա ցույց էր տալիս իր որդիներին միայն լավ կողմերը, գեղեցիկ տեղերը, պատմական հուշարձանները, մշակութային միջոցառումները։ Նա երբեք չէր տանում նրանց այն թաղամասեր, որտեղ մարդիկ ապրում էին սարսափելի պայմաններում։ Արմինեն ավելացնում է, մի անգամ ես լսեցի, թե ինչպես էր Լյուդմիլան ասում իր ավագ որդուն, դու պետք է հպարտ լինես քո երկրով։ Մենք անկախություն ենք ձեռք բերել, մենք ազատ ենք։ Որդին հարցրեց, բայց մայրիկ, ես լսել եմ, որ մարդիկ շատ դժվար են ապրում այստեղ։ Լյուդմիլան պատասխանեց, այո, դժվար է, բայց սա ժամանակավոր է։ Շուտով ամեն ինչ կբարելավվի։
Ես կանգնած էի դռան հետում մտածում էի, երբ է այդ շուտով։ Քանի մարդ պետք է մահանա, մինչ ամեն ինչ բարելավվի։ Տետրի հաջորդ էջերը նկարագրում են, թե ինչպես էր փոխվում Արմինեի հոգեվիճակը ամիսներ անցնելուն զուգահեռ։ Նա գրում է. «Ես սկսեցի տեսնել դժվար երազներ։ Ամեն գիշեր ես տեսնում էի սովամահ երեխաներ, ովքեր նայում էին ինձ հարցնում. ինչու՞ չես օգնում մեզ։ Ես արթնանում էի քրտնած, սիրտս արագ էր զարկում։ Ես չէի կարող քնել, չէի կարող ուտել։ Ես սկսեցի նիհարել, հիվանդանալ։ Իմ ամուսինը նկատեց, հարցրեց. ինչ է պատահել քեզ։ Դու փոխվել ես։ Ես չէի կարող պատմել նրան ճշմարտությունը։ Ես պարզապես ասացի, ես հոգնած եմ, աշխատանքը դժվար է։ Բայց իրականում ես մեռնում էի ներսից։ Ամեն օր, երբ տեսնում էի այդ առատությունը, այդ անտարբերությունը, ես զգում էի, թե ինչպես է իմ հոգին մռայլվում»։ Արմինեն շարունակում է. «Մայիսին ես որոշեցի, որ չեմ կարող ավելի շարունակել։ Ես գնացի Լյուդմիլայի մոտ, ասացի, ես ուզում եմ հեռանալ աշխատանքից։ Նա նայեց ինձ զարմացած, հարցրեց. ինչու՞։ Դուք լավ եք աշխատում։ Ես պատասխանեցի, ես չեմ կարող ավելի տեսնել այն, ինչ տեսնում եմ այստեղ։ Լյուդմիլան նայեց ինձ երկար, հետո ասաց. ես հասկանում եմ։ Բայց դուք պետք է հասկանաք, որ այն, ինչ տեսնում եք այստեղ, պետք է մնա այստեղ։ Դուք ստորագրել եք գաղտնիության պայմանագիր։ Եթե խոսեք, հետանքները կլինեն շատ լուրջ։ Ես ասացի, ես չեմ խոսի։ Ես պարզապես ուզում եմ հեռանալ։ Լյուդմիլան ասաց. լավ, բայց նախքան հեռանալը, դուք պետք է հանդիպեք անվտանգության ծառայության հետ։ Արմինեն նկարագրում է այդ հանդիպումը մանրամասն։ Նա գրում է. նրանք տարան ինձ մի սենյակ, որտեղ նստած էին երկու տղամարդ։ Նրանք հարցրին ինձ, ինչու եմ ուզում հեռանալ, արդյոք խոսել եմ որևէ մեկի հետ այն մասին, ինչ տեսել եմ այստեղ։ Ես պատասխանեցի, որ ոչ, որ պարզապես հոգնած եմ։ Նրանք նայեցին ինձ երկար, հետո մեկը ասաց. մենք գիտենք, որ դուք հանդիպել եք մի լրագրողի հետ։ Մենք գիտենք, որ դուք պատմել եք նրան բաներ։ Իմ սիրտը գրեթե դադարեց զարկել։ Ես փորձեցի ժխտել, բայց նրանք ասացին. մի ժխտեք։ Մենք ունենք ապացույցություններ։ Հետո նրանք ասացին ինձ. մենք ձեզ չենք պատժի այս անգամ, բայց դուք պետք է հասկանաք, որ եթե որևէ տեղեկություն հրապարակվի, մենք կիմանանք, որ դուք եք աղբյուրը։ Եվ ապա հետանքները կլինեն շատ լուրջ, ոչ միայն ձեզ համար, այլ ձեր ընտանիքի համար։ Արմինեի տետրի վերջին էջերը լի են ցավով, զայրույթով։ Նա գրում է. ես հեռացա այդ աշխատանքից հունիսին։ Ես երբեք չխոսեցի այն մասին, ինչ տեսել էի այնտեղ։ Ես թաղեցի իմ տետրը, փորձեցի մոռանալ։ Բայց ես երբեք չմոռացա։ Ամեն անգամ, երբ տեսնում էի Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի լուսանկարը թերթում կամ հեռուստացույցով, ես հիշում էի այն օրերը։ Ես հիշում էի այն սեղանները, լի ուտելիքով, որը հետո նետվում էր աղբամանը։ Ես հիշում էի այն երեխաներին, ովքեր սովամահանում էին քաղաքում։ Ես հիշում էի այն ընտանիքին, որը մահացավ ածխածնի մոնոքսիդի թունավորումից, փորձելով տաքանալ։ Եվ ես հիշում էի Լյուդմիլայի խոսքերը. մարդիկ պետք է սովորեն համբերել։ Սա անկախության գինն է։ Այդ խոսքերը երբեք չթողեցին ինձ։ Արմինեն ավելացնում է. 30 տարի ես պահեցի այս գաղտնիքը։ 30 տարի ես ապրեցի այս ծանրության հետ։ Բայց հիմա, երբ Լոն Տեր-Պետրոսյանը մահացել է, ես զգում եմ, որ կարող եմ վերջապես խոսել։ Ես գիտեմ, որ շատերը չեն հավատա ինձ։ Շատերը կասեն, որ ես հորինում եմ, որ ես ունեմ անձնական դատախազություն։ Բայց ես ունեմ իմ տետրը, ունեմ իմ հիշողությունները, ունեմ իմ ցավը։ Եվ ես ուզում եմ, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Ուզում եմ, որ նրանք իմանան, թե ինչպես էին ապրում նրանց ղեկավարները, մինչդեռ նրանք սովամահանում էին։ Բայց Արմինեի պատմությունը չի ավարտվում այստեղ։ Նրա տետրում կան մանրամասներ, որոնք դեռ ավելի շոկայնորեն են։ Նա գրում է. կար մի հատուկ աղբաման, որը տարվում էր առանձին։ Ես միշտ հետաքրքրված էի, ո՞ր ընտանում այդ աղբը։ Մի օր ես հետեցի այդ մեքենային։ Այն գնաց դեպի քաղաքից դուրս, դեպի մի հատուկ տարածք, որտեղ կար մի մեծ փոս։ Այնտեղ նրանք թափեցին աղբը, այրեցին այն։ Ես նայում էի, տեսնում էի, թե ինչպես են այրվում այն ուտելիքները, որոնք կարող էին կերակրել հարյուրավոր մարդկանց։ Ես տեսնում էի, թե ինչպես են այրվում հացը, միսը, մրգերը։
Եվ ես մտածում էի, ինչու՞։ Էն այրում այն փոխանակ տալու սովամահ մարդկանց։ Արմինեն շարունակում է, ես հարցրի վարորդին, ինչու՞։ Ենք այրում այս ամենը։ Նա պատասխանեց, հրամաններ են։ Մենք չենք կարող տալ այն մարդկանց, որովհետև ապա բոլորը կիմանան, որ նախագահական նստավայրում կա այսքան ուտելիք։ Ես հարցրի, բայց մարդիկ սովամահանում են։ Ինչպես կարող ենք այրել ուտելիքը, երբ նրանք մահանում են սովից։ Վարորդը նայեց ինձ ասաց, սա քաղաքականություն է։ Մենք չենք կարող փոխել այն։ Այդ պահին ես հասկացա, որ սա ոչ թե պարզապես անտարբերություն էր, այլ գիտակցված քաղաքականություն։ Նրանք ընտրել էին այրել ուտելիքը, փոխանակ տալու սովամահ մարդկանց, որովհետև վախենում էին, որ մարդիկ կիմանան ճշմարտությունը։ Ինչ էր մտածում Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, երբ իմանում էր, որ ուտելիքը այրվում է, փոխանակ տրվի սովամահ մարդկանց։ Արդյոք նա գիտեր այդ մասին, թե սա արվում էր առանց նրա գիտության։ Եվ եթե նա գիտեր, ինչպես կարող էր նա ապրել իր հետ խաղաղության մեջ։ Արդյոք նա երբեք զգացել է մեղք, թե նա իսկապես հավատում էր, որ սա անհրաժեշտ էր իշխանության պահպանման համար։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց Արմինեի տետրը տալիս է մեզ մի պատկեր, որը շոկայնորեն է իր անտարբերությամբ դաժանությամբ։ Արմինեի տետրում կա մի բաժին, որը նկարագրում է այն օրը, երբ նա վերջին անգամ տեսավ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին։ Նա գրում է. հունիսի 22-րդ օրն էր, իմ վերջին աշխատանքային օրը։ Ես մաքրում էի սենյակները վերջին անգամ, երբ Լյուդմիլան մտավ դահլիճ։ Նա կանգ առավ, նայեց ինձ երկար։ Հետո նա մոտեցավ, ասաց. դուք լավ աշխատող էիք։ Ափսոս է, որ հեռանում եք։ Ես նայեցի նրա աչքերին, փորձեցի տեսնել այնտեղ ինչ-որ զգացմունք, ինչ-որ հասկացողություն։ Բայց տեսա միայն սառնություն, հեռավորություն։ Ես ուզում էի հարցնել նրան, ինչպես կարող եք ապրել այսպես, երբ դրսում մարդիկ մահանում են։ Բայց ես լռեցի։ Ես պարզապես ասացի. շնորհակալություն, վերցրի իմ բաները, հեռացա։ Երբ դուրս էի գալիս նախագահական նստավայրից, ես դարձա, նայեցի այդ շենքին վերջին անգամ։ Այն կանգնած էր այնտեղ, մեծ, սպիտակ, գեղեցիկ։ Բայց ինձ համար այն էր դարձել խորհրդանիշ, անարդարության, անտարբերության, դաժանության խորհրդանիշ։ Արմինեն շարունակում է. հետո սկսվեցին դժվար տարիները։ Ես գտա աշխատանք մի փոքր խանութում, որտեղ վաճառում էի հաց կաթնամթերք։ Աշխատավարձը շատ փոքր էր, բայց գոնե ես չէի տեսնում այն, ինչ տեսնում էի նախագահական նստավայրում։ Ես ապրում էի հանգիստ։ Փորձում էի մոռանալ։ Բայց գիշերները ես տեսնում էի երազներ։ Ես տեսնում էի այն սեղանները, լի ուտելիքով։ Ես տեսնում էի այն աղբամանները, լի մնացորդներով։ Ես տեսնում էի այն երեխաներին, սովամահ, սառած։ Եվ ես արթնանում էի լացելով։ Իմ ամուսինը փորձում էր մխիթարել ինձ, բայց ինչպես կարող էի բացատրել նրան այն, ինչ տեսել էի։ Ես չէի կարող խոսել, որովհետև վախենում էի։ Վախենում էի իմ ընտանիքի համար, վախենում էի իմ համար։ Տետրում նկարագրվածը նա, թե ինչպես էր Արմինեն հետում Լոն Լյուդմիլա Տեր-Պետրոսյանների հետագա կյանքին։ Նա գրում է. 1998 թվականին Լոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։ Ես տեսա դա հեռուստացույցով, զգացի տարօրինակ զգացում։ Մի կողմից ես ուրախացա, որ նա այլս իշխանության մեջ չէ։ Մյուս կողմից ես զայրացա, որ նա հեռացավ առանց պատասխանատվության։ Նա երբեք չպատասխանեց այն մարդկանց առջ, ովքեր մահացան նրա իշխանության տարիներին։ Նա երբեք չբացատրեց, թե ինչու էր ապրում առատության մեջ, մինչդեռ նրա ժողովուրդը սովամահանում էր։ Արմինեն շարունակում է. Լյուդմիլան շարունակեց ապրել Երանում։ Ես երբեմն տեսնում էի նրան քաղաքում, թանկարժեք մեքենայում, թանկարժեք հագուստներով։ Նա շարունակում էր ապրել իր առատության մեջ, կարծես ոչինչ չէր եղել։ Եվ ես մտածում էի, արդյոք նա երբեք հիշում է այն օրերը, երբ մարդիկ սովամահանում էին, մինչդեռ նրա սեղանին երբեք չէր պակասում ուտելիքը։ Արմինեի տետրի մի հատուկ բաժինը նվիրված է այն մարդկանց, ովքեր աշխատում էին նրա հետ նախագահական նստավայրում։ Նա գրում է. ես երբեմն հանդիպում էի նրանց քաղաքում։ Մենք նայում էինք միմյանց աչքերին, հասկանում էինք առանց խոսքերի։ Մենք բոլորս կրում էինք նույն ծանրությունը, նույն գաղտնիքը։ Մենք բոլորս տեսել էինք այն, ինչ չպետք է տեսնեինք։ Եվ մենք բոլորս լռում էինք, որովհետև վախենում էինք։
Արմինեն շարունակում է 2010 թվականին մեկը խոսեց։ Մի նախկին խոհարարուհի տվեց հարցազրույց մի փոքր թերթին։ Նա պատմեց մի փոքր մաս այն ամենից, ինչ տեսել էր։ Բայց հարցազրույցը երբեք չհրապարակվեց։ Թերթը փակվեց մի շաբաթ անց։ Խոհարարուհին անհետացավ։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ եղավ նրա հետ։ Մենք բոլորս հասկացանք ուղերձը, լռեք, կամ հետանքները կլինեն լուրջ։ Տետրում կա մի բաժին, որը նկարագրում է, թե ինչպես էր Արմինեն փորձում ապրել իր կյանքը հետագա տարիներին։ Նա գրում է. «Ես փորձեցի լինել սովորական մայր, սովորական կին։ Ես աշխատեցի, մեծացրի իմ երեխաներին, հոգացի իմ ընտանիքի մասին։ Բայց ներսում ես միշտ կրում էի այդ ծանրությունը։ Ամեն անգամ, երբ տեսնում էի հեռուստացույցով Տեր Պետրոսյանների ընտանիքի անդամներին, ես զգում էի, թե ինչպես է իմ ներսում ինչ-որ բան սեղմվում։ Ամեն անգամ, երբ լսում էի մարդկանց խոսելիս 90-ականների մասին, այն սարսափելի տարիների մասին։ Ես ուզում էի բացականչել, ես գիտեմ ճշմարտությունը։ Ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում ձեր ղեկավարները, մինչդեռ դուք սովամահանում էիք։ Բայց ես լռում էի։ Միշտ լռում էի»։ Արմինեն շարունակում է. «2022 թվականին, երբ Լոն Տեր Պետրոսյանը մահացավ, ես զգացի տարօրինակ ազատություն։ Ես հասկացա, որ հիմա կարող եմ խոսել։ Հիմա կարող եմ պատմել ճշմարտությունը։ Ես գնացի իմ տան բակ փորեցի հողը։ Ես հանեցի այն մետաղյա տուփը, որը թաղել էի 30 տարի առաջ։ Իմ ձեռքերը դողում էին, երբ բացեցի այն։ Տետրը այնտեղ էր, դեղնած, բայց դեռ ընթեռնելի։ Ես նստեցի, կարդացի այն ամբողջությամբ։ Եվ ես լացի։ Լացի այն երեխաների համար, ովքեր մահացան սովից։ Լացի այն ընտանիքների համար, ովքեր կորցրին իրենց սիրելիներին։ Լացի այն երկրի համար, որը տառապեց այնքան շատ։ Եվ լացի իմ համար, որ պահել եմ այս գաղտնիքը 30 տարի։ Արմինեի տետրի վերջին էջերը պարունակում են նրա մտքերը այն մասին, թե ինչու է նա որոշել վերջապես խոսել։ Նա գրում է. «Ես գիտեմ, որ շատերը կասեն, ինչու՞։ Հիմա, ինչու՞։ 30 տարի անց։ Ես կպատասխանեմ, որովհետև 30 տարի ես վախեցա։ Վախեցա իմ ընտանիքի համար, վախեցա իմ համար։ Բայց հիմա ես ավելի չեմ վախենում։ Ես ծեր եմ, իմ երեխաները մեծացել են, իմ ամուսինը մահացել է։ Ինձ համար այլս կարևոր չէ, թե ինչ կլինի ինձ հետ։ Բայց կարևոր է, որ ճշմարտությունը պատմվի։ Կարևոր է, որ մարդիկ իմանան, թե ինչպես էին ապրում իրենց ղեկավարները, մինչդեռ նրանք սովամահանում էին»։ Արմինեն շարունակում է. «Ես գիտեմ, որ Լյուդմիլա Տեր Պետրոսյանը դեռ կենդանի է։ Ես գիտեմ, որ նա կարող է ժխտել այս ամենը։ Նա կարող է ասել, որ ես հորինում եմ, որ ես ունեմ անձնական դատախազություն։ Բայց ես ունեմ իմ տետրը, ունեմ իմ հիշողությունները։ Եվ ես գիտեմ, որ կան ուրիշներ, ովքեր տեսել են նույնը։ Գուցե նրանք էլ կխոսեն հիմա։ Գուցե նրանք էլ կզգան, որ ժամանակն է եկել ճշմարտությունը պատմելու»։ Արմինեն ավելացնում է. «Ես չեմ ուզում վրեժ։ Ես չեմ ուզում պատիժ։ Ես պարզապես ուզում եմ, որ ճշմարտությունը իմացվի։ Ուզում եմ, որ այն երեխաները, ովքեր մահացան սովից, չմոռացվեն։ Ուզում եմ, որ այն ընտանիքները, ովքեր տառապեցին, հիշվեն։ Եվ ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ինչպիսի գնով եկավ մեր անկախությունը»։ Բայց Արմինեի պատմությունը բարդանում է, երբ մենք սկսում ենք ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք պահպանվել են անվտանգության ծառայության արխիվներում։ Այնտեղ կան հաշվետվություններ, որոնք նկարագրում են նախագահական նստավայրի ծախսերը 90-ականների տարիներին։ Այդ հաշվետվություններում նշված են ամսական ծախսերը սննդամթերքի համար, հարյուրավոր հազարավոր դրամներ, երբ միջին աշխատավարձը երկրում էր մի քանի 100 դրամ։ Նշված են էլեկտրաէներգիայի ծախսերը, անընդհատ մատակարարում, երբ ողջ քաղաքը սառչում էր մութ բնակարաններում։ Նշված են ներմուծված մթերքների ցուցակները, խավիար, կարմիր ձուկ, պանիրներ, գինիներ, շամպայն։ Այս փաստաթղթերը հաստատում են Արմինեի պատմությունը։ Նրանք ցույց են տալիս, որ իսկապես նախագահական նստավայրում ապրում էին առատության մեջ, մինչդեռ երկիրը սովամահանում էր։ Բայց կան այլ փաստաթղթեր, որոնք ավելի շոկայնորեն են։ Կան հաշվետվություններ այն մասին, թե ինչքան ուտելիք էր նետվում աղբամանը ամեն շաբաթ։ Կան հաշվետվություններ այն մասին, թե ինչքան էլեկտրաէներգիա էր ծախսվում նախագահական նստավայրում, համեմատած ողջ քաղաքի հետ։
Կան նույնիսկ հաշվետվություններ այն մասին, թե ինչպես էին այրվում ուտելիքի մնացորդները, որպեսզի ոչ ոք չիմանա դրանց մասին։ Այս փաստաթղթերը պահպանվել են, որովհետև անվտանգության ծառայությունը պահպանում էր ամեն ինչի մանրամասն գրառումներ։ Նրանք չէին կարծում, որ երբե այս փաստաթղթերը կհրապարակվեն։ Բայց պատմությունը ունի իր ճանապարհը։ Ճշմարտությունը միշտ գալիս է լույս։ Երբ Արմինեի տետրը հրապարակվեց, հասարակության արձագանքը եղավ պայթյունային։ Մարդիկ, ովքեր ապրել էին այդ սարսափելի տարիներին, ովքեր կորցրել էին իրենց սիրելիներին, ովքեր տառապել էին սովից ցրտից, զայրացան։ Նրանք պահանջեցին պատասխաններ։ Նրանք պահանջեցին, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը բացատրի իր վարքագիծը։ Բայց Լյուդմիլան լռեց։ Նա չտվեց ոչ մի հարցազրույց, չարեց ոչ մի հայտարարություն։ Նա պարզապես շարունակեց ապրել իր կյանքը, կարծես ոչինչ չէր եղել։ Այս լռությունը ավելի էր զայրացնում մարդկանց։ Նրանք զգում էին, որ նրանց խաբել են, որ նրանց արամարհել են։ Բայց կային նրանք, ովքեր պաշտպանում էին Լյուդմիլային։ Նրանք ասում էին, որ Արմինեի պատմությունը չի կարող լինել ճշմարիտ, որ նա հորինում է, որ նա ունի անձնական դատախազություն։ Նրանք ասում էին, որ նախագահական ընտանիքը չէր կարող ապրել այդպես։ Երբ ողջ երկիրը տառապում էր։ Բայց երբ հրապարակվեցին անվտանգության ծառայության արխիվների փաստաթղթերը, այդ ձայները լռեցին։ Փաստաթղթերը հստակ էին։ Նրանք ցույց էին տալիս, որ Արմինեն ասում էր ճշմարտությունը։ Նրանք ցույց էին տալիս, որ իսկապես նախագահական նստավայրում ապրում էին առատության մեջ, մինչդեռ երկիրը սովամահանում էր։ Ինչ կարող ենք սովորել այս պատմությունից։ Ինչ կարող ենք հասկանալ այն մարդկանց մասին, ովքեր իշխանության մեջ են, երբ իրենց ժողովուրդը տառապում է։ Արդյոք նրանք իսկապես չեն իմանում, թե ինչ է կատարվում, թե նրանք ընտրում են չտեսնել։ Արդյոք նրանք իսկապես հավատում են, որ իրենց առատությունը անհրաժեշտ է իշխանության պահպանման համար, թե սա պարզապես արդարացում է իրենց անտարբերության համար։ Այս հարցերը մնում են, դուք, հարգելի դիտողներ, պետք է որոշեք, ինչ եք կարծում դուք։ Արմինեի տետրում կա մի բաժին, որը նկարագրում է նախագահական նստավայրի ներքին կյանքի մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել։ Նա գրում է. կային սենյակներ, որտեղ մենք չէինք կարող մտնել։ Հատուկ պահեստներ, որտեղ պահվում էին մթերքներ ամիսներով։ Մի անգամ դուռը բաց էր մնացել, ես տեսա ներսը։ Դարակներ, լի պահածոներով, տուփեր, լի չորացրած մրգերով, պայուսակներ, լի բրնձով, մակարոններով, շաքարով։ Այնտեղ կար այնքան ուտելիք, որ կարող էր կերակրել մի ամբողջ թաղամաս մի տարի։ Բայց այդ պահեստները պահվում էին փակ, միայն հատուկ մարդիկ ունեին բանալիներ։ Արմինեն շարունակում է. ես հարցրի մի ավագ աշխատակցի, ինչու են այսքան շատ մթերքներ պահում այստեղ։ Նա պատասխանեց. սա անվտանգության հարց է։ Եթե իրավիճակը դառնա ավելի վատ, նախագահական ընտանիքը պետք է ունենա ապահովություն։ Ես հարցրի. բայց ինչ կլինի մնացած մարդկանց հետ։ Նա նայեց ինձ ասաց. դու շատ հարցեր ես տալիս։ Տետրում նկարագրված է նա, թե ինչպես էր կազմակերպված նախագահական նստավայրի անվտանգությունը։ Արմինեն գրում է. շենքի շուրջը միշտ կային պահակներ, տասնյակներով։ Նրանք ստուգում էին ամեն մեկին, ով մտնում էր։ Մենք, աշխատակիցները, ունեինք հատուկ անցագրեր, որոնք պետք է ցույց տայինք ամեն անգամ։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ կային նագաղտնի պահակներ, մարդիկ, ովքեր հագնված էին որպես սովորական աշխատակիցներ, բայց իրականում հետում էին մեզ։ Մենք գիտեինք, որ մեր ամեն խոսքը լսվում է, մեր ամեն քայլը հետվում է։ Սա ստեղծում էր մթնոլորտ, լի վախով, անվստահությամբ։ Մենք չէինք կարող վստահել միմյանց, որովհետև չգիտեինք, ով է իրականում աշխատում անվտանգության ծառայության համար։ Արմինեն նկարագրում է նա մի դեպք, որը տեղի ունեցավ մայիսի վերջին։ Նա գրում է. այդ օրը նախագահական նստավայր եկավ մի խումբ օտարերկրյա լրագրողներ։ Նրանք ուզում էին տեսնել, թե ինչպես է ապրում նախագահական ընտանիքը այս դժվար ժամանակներում։ Լյուդմիլան ընդունեց նրանց շատ ջերմ։ Նա ցույց տվեց նրանց շենքը, պատմեց Հայաստանի պատմության մասին, խոսեց անկախության մասին։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ նախքան լրագրողների գալը, մեզ հրամայեցին հեռացնել բոլոր թանկարժեք իրերը սեղաններից։ Մենք պետք է թաքցնեինք խավիարը, կարմիր ձուկը, ներմուծված պանիրները։ Մենք պետք է դնեինք սեղանին միայն պարզ ուտելիք, հաց, պանիր, մրգեր։ Լյուդմիլան ուզում էր ցույց տալ, որ նրանք էլ են ապրում համեստ, ինչպես բոլորը։
Արմինեն շարունակում է, լրագրողները հարցրին Լյուդմիլային, ինչպես են նրանք դիմանում այս դժվար ժամանակներին։ Լյուդմիլան պատասխանեց, մենք ապրում ենք նույնպես, ինչպես բոլոր հայերը։ Մենք էլ ունենք դժվարություններ էլեկտրաէներգիայի հետ, մենք էլ ունենք սննդի խնդիրներ։ Բայց մենք հավատում ենք մեր երկրին, մենք հավատում ենք, որ կհաղթահարենք այս դժվարությունները։ Ես կանգնած էի դռան հետում, լսում էի այս խոսքերը։ Ես չէի կարող հավատալ իմ ականջներին։ Ինչպես կարող էր նա այդպես խոսել, երբ գիտեր, որ դա սուտ է։ Ինչպես կարող էր նա նայել այդ լրագրողների աչքերին, ասել այդ սուտը։ Բայց նա ասաց, լրագրողները հավատացին։ Նրանք գրեցին իրենց հոդվածներում, որ նախագահական ընտանիքը էլ է տառապում, ինչպես բոլորը։ Տետրում կա մի բաժին, որը նկարագրում է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հարաբերությունները իր ծառաների հետ։ Արմինեն գրում է, նա երբեք չէր հարցնում մեր անունները։ Նա կանչում էր մեզ պարզապես, դու, գնա արա սա, դու, բեր այն։ Մենք էինք անտեսանելի նրա համար։ Բայց մի անգամ տեղի ունեցավ մի դեպք, որը ցույց տվեց նրա իսկական դեմքը։ Մի աշխատակցուհի, անունով Նունե, հիվանդացավ աշխատանքի ժամանակ։ Նա ընկավ գետնին, կորցրեց գիտակցությունը։ Մենք բոլորս վազեցինք օգնության։ Բայց Լյուդմիլան, ով այդ պահին անցնում էր դահլիճով, պարզապես նայեց մեզ, ասաց, տարեք նրան դուրս, ես չեմ ուզում տեսնել այս տեսարանը։ Նա չհարցրեց, ինչ է պատահել, արդյոք կարիք ունի բժիշկ։ Նա պարզապես ուզում էր, որ մենք հեռացնենք այդ տեսարանը նրա աչքերից։ Արմինեն շարունակում է, Նունեին տարան հիվանդանոց։ Պարզվեց, որ նա ուներ սովից հոգնածությունից հիմնված թուլություն։ Նա չէր ուտել 2 օր, որովհետև տանը չկար ուտելիք։ Նա եկել էր աշխատանքի, հուսալով, որ գուցե կկարողանա տուն տանել մի փոքր մնացորդներ։ Բայց նա չդիմացավ, ընկավ։ Երբ նա վերադարձավ աշխատանքի մի շաբաթ անց, Լյուդմիլան կանչեց նրան, ասաց, եթե դու չես կարող աշխատել, ապա լավ է հեռանաս։ Մենք չենք կարող պահել հիվանդ աշխատակիցներ։ Նունեն լացելով աղաչեց, որ թողնեն նրան շարունակել աշխատել։ Նա ասաց, որ նրա ընտանիքը կմեռնի սովից, եթե նա կորցնի այս աշխատանքը։ Լյուդմիլան նայեց նրան սառը աչքերով, ասաց, սա քո խնդիրն է, ոչ թե իմը։ Նունեին թույլ տվեցին մնալ։ Բայց այդ դեպքից հետո մենք բոլորս հասկացանք, մենք ոչինչ չենք նրա համար, պարզապես գործիքներ, որոնք կարելի է փոխարինել ցանկացած պահի։ Տետրում նկարագրված է նա, թե ինչպես էր Լյուդմիլան վերաբերվում այն մարդկանց, ովքեր գալիս էին օգնություն խնդրելու։ Արմինեն գրում է, երբեմն մարդիկ գալիս էին նախագահական նստավայր, աղաչելու օգնություն։ Նրանք կանգնում էին դարպասների մոտ, աղաչում էին պահակներին, թույլ տալ հանդիպել նախագահի կնոջ հետ։ Նրանք պատմում էին, որ իրենց երեխաները սովամահանում են, որ իրենց ծերունի ծնողները մահանում են ցրտից։ Բայց պահակները երբեք չէին թողնում նրանց մտնել։ Մի անգամ մի կին փորձեց բռնությամբ մտնել։ Նա աղաչում էր, խնդրում եմ, իմ երեխան մահանում է։ Ինձ պետք է միայն մի փոքր ուտելիք։ Պահակները հեռացրին նրան ուժով։ Լյուդմիլան տեսավ այդ տեսարանը իր պատուհանից։ Ես էի այդ պահին նրա սենյակում։ Նա նայեց, ասաց, ինչու՞։ Էն այդ մարդիկ գալիս այստեղ։ Նրանք պետք է դիմեն սոցիալական ծառայություններին, ոչ թե ինձ։ Ես չէի կարող հավատալ իմ ականջներին։ Ինչպիսի՞։ Սոցիալական ծառայություններ, երբ երկրում ոչինչ չկար։ Արմինեն շարունակում է, բայց ամենաշոկայինորենը այն էր, որ Լյուդմիլան միաժամանակ զբաղվում էր բարեգործությամբ։ Նա կազմակերպում էր բարեգործական միջոցառումներ, հավաքում էր գումար օգնության համար։ Նա ելույթներ էր ունենում, խոսում էր այն մասին, թե որքան կարող է օգնել կարիքավորներին։ Բայց այդ օգնությունը երբեք չէր հասնում իրական կարիքավորներին։ Գումարները անհետանում էին ինչ-որ տեղ։ Մի անգամ ես լսեցի, թե ինչպես էր Լյուդմիլան խոսում հեռախոսով մի ընկերոջ հետ։ Նա ասում էր, այո։ Մենք հավաքեցինք լավ գումար այդ բարեգործական երեկոյից։ Մի մասը կտանք իսկապես կարիքավորներին, մնացածը կօգտագործենք մեր ծրագրերի համար։ Ես հասկացա, որ նույնիսկ բարեգործությունը նրա համար էր միջոց, պահպանելու իր իմիջը, ոչ թե իսկապես օգնելու մարդկանց։ Տետրում կա մի բաժին, որը նկարագրում է նախագահական նստավայրի հատուկ մատակարարներին։ Արմինեն գրում է, կային հատուկ ֆերմաներ, որոնք աշխատում էին միայն նախագահական նստավայրի համար։ Այնտեղ աճեցնում էին բանջարեղեն, պահում էին կովեր, հավեր։
Այդ ֆերմաներում աշխատող մարդիկ ստանում էին ավելի լավ աշխատավարձ, քան սովորական մարդիկ։ Բայց նրանք էլ էին ստորագրել գաղտնիության պայմանագիր։ Նրանք չէին կարող պատմել, թե ինչի համար են աշխատում։ Մի անգամ ես հանդիպեցի մի տղամարդու, ով աշխատում էր այդ ֆերմաներից մեկում։ Նա պատմեց ինձ, որ նրանք ամեն օր ուղարկում են թարմ մթերքներ նախագահական նստավայր։ Նա ասաց, մենք արտադրում ենք այնքան շատ, որ կարող էինք կերակրել ամբողջ թաղամաս։ Բայց ամեն ինչ գնում է միայն այնտեղ։ Ես հարցրի, ինչու՞։ Չեք տալիս մի փոքր մաս սովորական մարդկանց։ Նա պատասխանեց, մենք չենք կարող։ Մեզ հրամայված է աշխատել միայն նախագահական նստավայրի համար։ Եթե խախտենք, կորցնենք աշխատանքը։ Արմինեն շարունակում է, բայց ամենաանհավատալին այն էր, որ այդ ֆերմաներում աշխատող մարդիկ էլ էին սովամահանում։ Նրանք արտադրում էին ուտելիք, բայց չէին կարող ուտել այն։ Ամեն ինչ հաշվված էր, ամեն ինչ վերահսկվում էր։ Եթե պակասում էր նույնիսկ մի ձու, նրանք պետք է բացատրեին, որ է գնացել։ Այդ մարդիկ ապրում էին նույն դժվարություններում, ինչպես բոլորը, բայց նրանք տեսնում էին, թե ինչի համար է գնում նրանց աշխատանքը։ Եվ սա էր ավելի ցավոտ, քան ցանկացած սով։ Արմինեն ավելացնում է, մի անգամ մի ֆերմեր փորձեց տուն տանել մի փոքր կաթ իր հիվանդ երեխայի համար։ Նրան բռնեցին, անմիջապես հեռացրին աշխատանքից։ Ոչ միայն հեռացրին, այլ մեղադրեցին գողության մեջ։ Այդ մարդը կորցրեց ամեն ինչ՝ աշխատանքը, հեղինակությունը, հնարավորությունը գտնել նոր աշխատանք։ Եվ ամեն ինչ դրա համար, որ փորձեց փրկել իր երեխայի կյանքը։ Տետրի հաջորդ էջերը նկարագրում են, թե ինչպես էր Արմինեն զգում իրեն այդ ամբողջ ժամանակահատվածում։ Նա գրում է. «Ես սկսեցի ատել ինձ։ Ատել այն բանի համար, որ շարունակում էի աշխատել այնտեղ։ Ատել այն բանի համար, որ լռում էի։ Ատել այն բանի համար, որ ամեն օր տեսնում էի այդ անարդարությունը, ոչինչ չէի անում։ Ես փորձեցի արդարացնել ինձ, ասելով, որ ես պետք է կերակրեմ իմ ընտանիքը, որ ես չունեմ այլ ընտրություն։ Բայց խորը ներսում ես գիտեի, որ սա սուտ է։ Ես միշտ ունեի ընտրություն։ Ես կարող էի հեռանալ, կարող էի խոսել, կարող էի անել ինչ-որ բան։ Բայց ես ընտրեցի լռել, այդ ընտրությունը հետապնդեց ինձ ողջ կյանքս»։ Արմինեն շարունակում է. «Ամեն գիշեր, երբ պառկում էի քնելու, ես տեսնում էի դեմքեր։ Այն երեխաների դեմքերը, ովքեր սովամահանում էին քաղաքում։ Այն ծերերի դեմքերը, ովքեր սառչում էին իրենց բնակարաններում։ Այն մայրերի դեմքերը, ովքեր աղաչում էին օգնություն։ Եվ ես տեսնում էի նա Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դեմքը, սառը, անտարբեր, հեռավոր։ Այդ դեմքերը հետապնդում էին ինձ, չէին թողնում քնել, չէին թողնում ապրել։ Ես սկսեցի խմել, փորձելով մոռանալ։ Բայց ալկոհոլը չէր օգնում։ Այն միայն ավելի էր խորացնում ցավը։ Ինչ կլիներ, եթե Արմինեն խոսեր այն ժամանակ։ Ինչ կլիներ, եթե նա գտներ ուժ բացահայտելու ճշմարտությունը։ Արդյոք դա կփոխեր ինչ-որ բան, թե՞ նա պարզապես կդառնար մեկ զոհ այդ համակարգի։ Արդյոք մարդիկ կհավատային նրան, թե՞ նրան կմեղադրեին սուտ ասելու մեջ։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, բայց մեկ բան հստակ է՝ Արմինեն ընտրեց լռել, այդ լռությունը դարձավ նրա ամենամեծ ցավը։